Ինչպես տեսանք, սիրելի հպարտ քաղաքացիներ, սիրո համերաշխության, հեղափոխության առաջնորդը վերջին շրջանում ձեր շատ սիրելի Նիկոլ Փաշինյանը, հիշում ես, որ մեկը գրել էր ջուջուլը տուտեմ Նիկոլին, այնքան բաներ էին ուտում։ Այդ մարդունը այնքան կերակ այդ մարդը սկսել է վախենալ։ Այո։ Սկսել է վախենալ։ Վախենալ այն աստիճանի, հարգելի հպարտներ, որ ստուգում են անգամ ծաղիկները, որոնք դրված են Եղեռնի զոհերի հուշահամալիրում։ Ծիծեռնակաբերդում դրված ծաղիկները ստուգվում են, իդեպ շատ հետաքրքիր մի բան, ինչը ոնց է եղել, պատմում են ներկա մարդիկ, որոնց անունները չտանք, ցես տենես մի օր գործից հանելու են, բայց շուտ չհանեն։ Հետո մի քիչ աշխատել։ Այս մարդիկ պատմեն, ասում են ուրեմն անձամբ իրանից է հրահանգ եկել, ոչ թե Սաքոյից։ Իդեպ Սաքո, որ ասում եմ, գիտես, չէ Սաքոնով է։ Բացարձակ տեղյակություն Սաքոնով է։ Սաքոն, այն որ հիշպես դաշնակցության բանային քացի էր տալիս։ Այդ քացի sense որ քացով խփում իր Տիկնազորի պետն է։ Իդեպ Սաքոն Տեր-Պետրոսյանի Տիկնազորի պետն է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ես Սաքոյին այն ժամանակ 2007-2008 թվական շատ լավ էի ճանաչում։ Բարի պապի էր Սաքոն, բարի ձյաձյա էր, այն վաղ պապի չէր դեռ։ Արեք ես որ իմացա որ այն Սաքոնն է, արեք ես հասկացա որ այս աշխարհը նիխույա ծուռա անգեր։ Չկա տես բան, չի կարա, չէր կարա այդ Սաքոն ալ դառնար այս Սաքոն, բայց այնուամենայնիվ Սաքոներին թողենք հանգիստ։ Վաղ միսօր Սաքոն իրավական պատասխանատվությունից բացի շատ մեծ բարոյական խղճի վրա նստած հարց ունի, էլի այս ամեն ինչի համար, վստահ եմ, առավել քան վստահ եմ։ Հրամանը գալիս է անձամբ Իրանից, ոչ թե Սաքոյից, որ այդտեղ մի բան կա հաստատ։ Մի բան կա, մի հատ հասկացեք դա ինչ կա, էլի։ Հասկանում ես։ Ուրեմն հանում են նախորդ օրը ջահերով երթի մասնակցած քաղաքացիների կողմից դրված ծաղիկները։ Նախ հատ-հատ այդ ծաղիկներն է ստուգվում։ Հետո այդ ծաղիկները մի կողմ են դնում, ներքևի շարքն են ստուգում, բերում են նոր վրան շարում են, նորից ստուգելով շարում են, այն ինչ որ մենք տեսել ենք փոքր կտոր անդամեն։ Դե պարզ է։ Այսինքն դու հասկանում ես մարդը ինչ աստիճանի պիտի վախեցած լինի, այլ ոչ ինքը վախեցած լինի, որ մտածի որ վստահ եմ համաձայն ես, որ սա շատ տիպիկ վարքագիծ է, ճիշտ է իրան ինչ բարդ ասել դիկտատոր, բայց որտեվ ինքը շատ պուճուր տենց ինքը երազել իրան պետք մտածել էր, հա, բայց իրա տենց ինքը իրա ներսում ինչ որ տենց բռնապետի ձգտումներով բռնապետի, էլի տենց ինչ որ տենց ինչ որ ունիշիտին լասկացելի բան ասում, ինչ որ տենց հա ու ոնց է տեղը, այսինքն իրան գիտեն որ ինչպես եւ Նիկոլը, այն մարդիկ էլ միշտ իրանց շրջապատել են ամենավստահելի մարդկանց ինչ որ շրջանով, որը երբեք չի եղել կոմպետենտ, այլ եղել է բացառապես վստահելի, բայց այդ մարդկանց մեջ էլ են մշտապես ուրեմն որսացել ինչ որ դավաճանի, որտեղ հասկացել են, որ ներսում մեկը մի բան ծագվելու է, այսինքն իրանք հավաքված են բացառապես կոմերցիոն շահերի շուտ, իրանք գաղափարային չեն, իրանք ամեն մեկը եկել են փաբից տալիքով պիվա խմելու կյանքից դեպի փոշեկուլը գոնե քեշով առնելու, իսկ շատ դեպքերում Մեսիայի կողք, հա, միլիոնավոր ինչ որ դրամների, ինչ որ առևտրուների համար։ Ու քանի որ կոմերցիոն է հիմք, ինքը հասկանում է, որ ինչը փողով է, դա կարող է շատ արագ փոփոխական լինել։ Եվ այդ իր վախերը շատ տիպիկ են այդ բռնապետիկների եւ նաեւ լուրջ բռնապետերի համար։ Եվ պատահական չի։ Դες լուրջ բռնապետերն ինչ են արել այդ տենց դեպքերում։ Ինքը քանի որ լուրջ չի, կարանք խոսանք լուրջերն ինչ են արել։ Ստեղծել են մթնոլորտ, որ իբր կա վտանգ, որ իրանց բան կան, իրանք իրանց դեմ մահափորձ են արել։ Հետո փորձել են այդ մահափորձը անելու ֆոնին, լուրջ բռնապետերի մասին է խոսքը, էլի։ Հետո փորձել են մահափորձը անելու ֆոնին, հավաքեն իրանց ընդդիմադիրներին, բռնեն, ասեն բռնություն են քարոզել, սրանք են հեղինակները, նրանք են։ Իդեպ ապեր ոնց որ միտք ես տալիս։ Էդուարդ Շևարդնաձեն, չէ, ես հերո եմ իրան միտք տալուց, ես լուրջ մարդկանց մասին խոսում, ինքը լուրջ տղա է։ Կարող է ես ամի հատ ինքը իր վրա անի։ Վազգեն, ես վստահ եմ ինքը տես ռիսկի չի գնա։ Հա։ Ինքը տես ռիսկի չի գնա եւ ինքը ասեմ ավելին։ Դա չի կարելի ընդհանրապես դա պետք է իր մտքից հանել եւ ընդհանրապես բոլորի մտքից հանել։ Իրան չի կարելի որևէ ձևով վնասել։ Չի կարելի իրան ֆիզիկապես ձեռ տալ։ Ինքը պիտի ապրի երկար, շատ երկար։ Նայրի Հունանյանի կողքի խցում, եթե Նայրին սաղմնա, չնայած որ ինքը գնանդ է Նայրի կյանքը կերկար իրար լեզվով կհասկանան իրանց վստահաբար իրար, էլի ինքն ու Նայրին։ Իրան չի կարելի մատով ոչ իրան, ոչ Աննային։
Իդեպ Աննա Հակոբյանը հեղափոխության փայատեր է, Աննա Հակոբյանը Նիկոլի կինը չի։ Սուվերեն Այո, ինքնիշխան փայատեր է հեղափոխության եւ այն ինչ որ այնքան ինքը թեմայի մեջ է որ մտնում է Աննան, դա չի մտնում որպես Նիկոլի կին, նա հեղափոխության փայատեր է, նա իրավունք ունի անելու այն ինչ որ պիտի անի։ Իդեպ մի հետաքրքիր օրինակ էլ հիշեցի, երբ որ Մուամմար Քադաֆին եկել էր իշխանության, որպես բան, էլի ազգի հայր եւ այլն, այս Քադաֆի ինքը բան անում, հա, հեղափոխություն անում, կուդետատ են անում, բանով, իրանց զինվորական ընկերներով։ Բոլորին սպանում, հա, այս զինվորական ընկերներին, դա չեմ խոսում քանի հատ կին ունենում, մի պատճառով, որ հանկարծ հեղափոխությունը փայատեր չունենա։ Ու ինքը գիտես, չէ, Քադաֆին միակ մարդն է, որ երբեք որևէ պաշտոն չի ունեցել Լիբիայում։ Պաշտոն ֆորմալ պաշտոն Քադաֆին չի ունեցել, ինքն եղել է բանի հայրը ախպեր։ Հա, Ացետ Նարոդով, էլի սենց ինչ-որ մի բան է ինքը, այ Նարոդով չէ, Նարոդա երևի, որտեղ Նարոդովը այդ խորհրդային միության բանով էր ասում։ Հա, ինքը կոնկրետ ազգի հայր է եղել։ Ու հիմա Նիկոլը այդ բանը չի արել, լավ է որ չի արել, չի կարելի ընդհանրապես։ Բռնությունը շատ վատ բան է, բռնության հետ կապված սա հարցերով ես շատ խիստ դեմ եմ, էլի։ Բայց ինքը ունի փայատեր, նվազագույն Աննա Հակոբյանը դրա փայատերն է։ Բայց Աննան չի վախում, վախում է Նիկոլը ու իր падգամավորները, իդեպ։ Այդ վախերի դրսևորումները սենց բաներ են ստանում, հա, մենք տեսանք նաև տեսանյութում, բայց դու տեսրես օրինակ ոնց են վախեցած ազգային ժողովի падգամավորները, շատ անհասկանալի ձևով են վախեցած։ Չգիտես, համ ահավոր վախեցած են, համ միշտ մի պարզաբանում են տալի, օրինակ երբ ասում են լավ, տղեկ, ինչի համար են այս քանակի ԱԱՑ-ի սպայեր, զորք, ԱԱՑ-ի զորքը ինչ գործ ունի ստեղ։ Այս քանակի, այս ակտիվության մշտապես են, որ ինչ որ ֆորմով, զենքով, միշտ ինչ որ տես լարված իրավիճակ ստեղծում են ԱԺ-ում, որը երբեք նախկինում մենք չենք տեսել նման բան, հա։ Ու ինչ են սրանք ասում, միշտ մեկը մեկի սովորած տեքստի պես, ասում են դուք մի մոռացեք, որ այս դալիճում հոկտեմբերի 27-ը ա եղել։ Շատ են հիշում հոկտեմբերի 27-ը։ Հոկտեմբերի 27-ը իրենց բոլոր վախերի, գիտես, ոչ օբյեկտիվ վարքագծի այդ վախերից ելնելով հիմնավորումն է, քանի որ իրենց ընկալման մեջ մշտապես վտանգի տակ են, որ կարող է կրկնվել իրենց փայ հոկտեմբերի 27-ը։ Ես անկեղծ քեզ մի բան ասեմ, ոնց որ մնացած բաներն է իրանց մոտ պատրվակ ու սուտ ու կեղծիք, նույնը սա է։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ հոկտեմբերի 27-ի բացահայտման, հա, այսպես ասած, ըստ էության բացահայտված է հոկտեմբերի 27, բացահայտման մասին գոռացող իշխանությունները 5 տարվա մեջ մի բան չեն գտել, որ կարելի էր դա բացահայտել։ Իդեպ հետաքրքիր ձևով ամենաշատ մանիպուլացված թեման է հոկտեմբերի 27-ը։ Բայց մի բան ասեմ, շատ կարևոր բան, երբ որ հոկտեմբերի 27-ը տեղեր ունեցելու մարդիկ կասկածում էին այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչներին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրանք չէին կասկածում մարդիկ, կասկածում այդ դրա մասին խոսում էին իբր Վազգենի ինգերները, որոնք Վազգենը դեռ դիակը դեռ չհանած խորհրդանից եկել էին, ասում էին մենք պիտի լինենք վարչապետ։ Այդ մուտիտը գցողը նաև հեսա կասենք ով էր էլի, այս մեր հիմիկվա հոկտեմբերի 27-ից ամենաշատ վախեցող ամենամեծ մուտիլովշիկն է եղել այս թեմայի, էլի։ Ու նաև նախապատրաստողն է տեղեկատվական եղել են ամեն ինչ որ եղավ հոկտեմբերի 27-ին։ Տվեցին Ջահանգիրյանին, ասին Ջահանգիրյան, վերցրու դու արա։ Արամին Զավենիչ, այսօր այն ժամանակ Վազգեն Սարգսյանի եղբայր, այսօր արդեն քույր Արամ Զավենի Սարգսյանի մասին է խոսքը, տվեցին Վաչովսկիների պատմության պես է, չէ՞, որ բրատյա Վաչովսկիները, то դարավ բրատի սեսtra Վաչովսկի, то сестры Վաչովսկի, հիմա այս Սարգսյան եղբայրներին դառնան քույր եւ եղբայր Սարգսյաններ։ Դե ես քեզ ասեմ, Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը Արմեն Սարգսյանը շատ նորմալ, շատ ընկալելի մարդ է բոլորի մոտ եւ երբեք չդարձավ այն ինչ որ դարձավ Արամը Սարգսյան, այնուամենայնիվ Արամ Սարգսյանը ինքն է մեղավոր իր ունեցածի համար, շատ բան չանենք, այդ մարդը վերջը ընդունեց վարչապետի պաշտոնը, վերցրեց որ դառնա վարչապետ, Ջահանգիրյանին տվեցին դատախազ գործը քննող, որ կասկածից դուրս է լինի, որ Վազգենի լրիվ մերձավոր շրջապատն է։ Բայց մի հետաքրքիր բան է, դրանից վախեցող մարդիկ, ես կխնդրեմ, որ մերես, որոնք որ մենք բան անենք, թող մեր հոդվածները պարտադիր գնա, ուրեմն հոկտեմբերի 27-ը հետաքրքիր մի հատ զուգադիպությամբ ունեցել է մի հատ հերոս, որը այսօր ամենաշատն է վախում, իրանց ասելով ամենաշատն են վախում նրանից, ինչ ինքը բան արել։ Ու
Այն ժամանակ Վազգեն, որպեսզի մեր հերոստատիտողը հիշի նաև այն մեծ տարիքով լսարանը հիշի, իսկ ավելի երիտասարդ լսարանը իմանա։ Ճիշտ հասկանա։ Այո, այն ժամանակ Facebook չկար, ոչ մի էլեկտրոնային մեդիա չկար, այն ժամանակ կար երկու տեսակի մամուլ։ Ինտերնետ չկար։ Տպագիր մամուլներ, որը որ բավականին մեծ թափով առաջ էր գնում, այն ժամանակ Հայաստանում տպագիր մամուլը բավականին զարգացած էր, իդեպ շատ Խոսքը գնում է 99 թվականի մասին։ Այո, 90-ականների, 96-ից 99 թվականների մասին, անգամ 2003, 2004, 2005 այդ ժամանակների մասին։ Այո, ինտերնետը նոր էր գալի։ Թերթերն էին եղանակ ստեղծող եւ հերոստանգերությունները, կային շատ քիչ հերոստանգերություններ, բոլորը ըստ էության Ամեկ+-ից բացի, ինչպես ասում են, բայց Ամեկ+-ն էլ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ ավելի իշխանական էր, էլի։ Այդ ժամանակահատվածում գրեթե ոչ իշխանական բան չկար, հա, խոսք չկար TV-ից, տելևիզորից հնչող եւ քանի որ չկար ծելե, մարդկանց այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուրը օրաթերթերն էին, օրինակ օրագիր օրաթերթը։ Օրաթերթը ինչքան ընդդիմադիր էր, առավոտներ, օրագիրներ, դեռ այդ ժամանակ այդքան ժամանակ չկար։ Եվ ինչ էր տեղի ունենում, այդ ժամանակ հոկտեմբերի 27-ի տեղեկատվական ֆոնն էր նախապատրաստվում։ Հոկտեմբերի 27-ի տեղեկատվական ֆոնի մեջ մի մարդ, ում անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան է, ունեցել է ամենամեծ դերակատարումը, ամենամեծ ատելություն Վազգեն Սարգսյանի նկատմամբ, ատելությունը գեներացվում էր Վազգեն Սարգսյանի նկատմամբ ամեն օրաթերթի օրվա համարով։ Մենք ստեղ բերել ենք, օրինակ կտորմը կամուֆլյաժ հոդվածը, որտեղ Վազգեն Սարգսյանի ծաղրանկարն է եւ բավականին ծանր մեղադրանքներով Վազգեն Սարգսյանի մասին։ Սա 99 թվականի հունվարի 29-ի հոդված է։ Հետո կտորմը կամուֆլյաժ երկրորդ հոդվածը օրագիր բանում օրաթերթում, որի հիմնադիրը Աննա Հակոբյանն է, իսկ գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանը։ Ես հիշում եմ հոդվածներից մեկը կրկին շատ լայն տարածում էր ստացել, երբ խոսքը գնում էր բանակի կողմից։ Այո, նոր տարուն զինվորների դիակները նվեր են ուղարկել։ Ունենք, էդ էլ ունենք։ Այս նույնը, այ կտորմը կամուֆլյաժ 2, որտեղ նորից Վազգեն Սարգսյանին ոտի տակ էին տալիս, որպես ներկայացնում էին ամենաարյունարբու, ամենավատ Հայաստանի բանը, հա, էներգետիկ եւ տնտեսական ռեսուրսները ծծող քաղաքական գործիչ։ Սա փաստեր են, էլի, սրանք կա, այս ուղղակի մեզ հատուկ տպել են, որ այս սրանից խոսելուց այս բանակը հեսա, խնդրեմ, նվեր մատուցեց զինվորների մայրերին։ Վազգեն Սարգսյանի դեմքով սա գրվել է ապրիլի 7-ին, 99 թվականի ապրիլի 7-ին։ Սա գրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, սա խմբագրական է։ Սա խմբագրական է, հեսա տակն էլ գրած է Նիկոլ Փաշինյանն, հուսով եմ վերջերտողները կտեսնեն։ Սուրբ երրորդություն, լոխ լյավա, նորից նույն ձևով Վազգեն Սարգսյանի դեմ ատելության բան քարոզ։ Ղարաբաղյան կլանը փորձում է Հայաստանանալ, նորից Վազգեն Սարգսյանի եւ Արցախցի պաշտոնյաների նկատմամբ ատելություններ, սա բան անում, հա, գեներացնում։ Ես գիտեմ, որ ուստեղ բազմաթիվ տասնյակ, իհարկե, այսինքն այս մարդը ինչ էր անում։ Այս միակ բանով, հա, Հայաստանի ներիշխանական գզվրտոցի շեմին, իդեպ Կարեն Դեմիրճյանին էլ էր շատ նույն ձևով ցեխը մցնում ու հանում, այս մեր հիմիկվա բանը, այսպես ասած, ուժեղ վարչապետը, այդ հպարտ քաղաքացիների առաջնորդը։ Բայց այդտեղ տասնյակ են, էլի հարյուրավոր են դեպքերը եւ այս սրանք սաղ փաստագրված կան, թե ոնց էր Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանին դարձնում հայ ազգի թշնամի։ Եթե այն ժամանակ, եթե հիմա Facebook-ով հակակշռել հնարավոր է, եթե հիմա կարելի է YouTube-ով բացել ալիք ու պատասխանել ցանկացած ընդդիմախոսի, այդ թվականների Հայաստանում դա անհնար էր անել։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր նման մի քանի հոգու հետ պատրաստեց հոկտեմբերի 27-ի տեղեկատվական պատգատովկեն։ Ինչ եղավ դրանից հետո։ Ինչ որ շիզոֆրենիկներ մտան, սպանեցին երկրի ղեկավարությանը, ու իրանք ինչ էին մտածում։ Իդեպ դա իրանք ասել են։ Իրանք մտածում էին, որ հենց իրանք այդ գործողությունն անեն, ժողովուրդը միանգամից գալու ազգային ժողով ու ասելու աղբեր, Նայիրի Հունանյան, դու մեր հերոս տեսես ինչ լավ բան ես արել, սպանիր արա դրանց։ Այդ փրչոտին ու այն բիձուն սպանիր, պրծավ երկիրն ազատեցիր։ Իդեպ Նայիրին էլ է դա ասել։ Ինքը հստակ ասել է դա։ Ոնց հասկանում եմ, այն վարկածն ես դու հիմա ներկայացնում, որ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը իրենց թերթի միջոցով ստեղծել են տեսիլք
թե իբր Սա խնդիրների մեղավորը Վազգեն Սարգսյանն է։ Եվ որ կա հանրային աջակցություն վնասել այդ քաղաքական Թե գործիչներին։ արդյունքում թե իրանք փորձել են դա անել, թե չէ, արդյունքում տենց է ստացվել։ Այսինքն մենք Այդ ժամանակվա Հայաստանում որ իրենք դարել են դիտավորյալ, մենք ասում ենք, որ իրենց այս տեսակ անբարոյական վարքագիծը հիմք է տվել այդ շիզոֆրենիկներին ենթադրել, որ եթե իրենք գնան այդ քայլի, առնվազն հանրային լայն շրջանակների կողմից իրենք ստանալու են դրական արձագանք, ինչը նաև կազմի բնականաբար իրավական գնահատականի իրենց արարքից կլինի եւ այլն։ Դե նա հիմա ինչ ալնում։ Հիմա իրականում ինչա ասել Նայիրի Հունանյանը, ասելա ես գնացել էի պարլամենտ, որ զենքով ստիպեի Վազգենին հրաժարական տար, երկիրը փրկեի։ Բայց սպանել են դե մարդիկ։ Հիմա նայ իրանց մտածածը որն էր, որ ժողովուրդ հեսա գալու է։ Դա ինչից էր ձևավորվել այդ հանրային ընկալումը։ Թերթերից, որոնցից մեկն էլ էս մարդն է։ Այս մարդը ամեն օր Վազգեն Սարգսյանի մասին վերջի վատ բառերով հոդված է գրել։ Ու այսօր թողես այդ երեսպաշտությունը ամենավառ։ Բայց քիա երեսպաշտը որ իր աղբերն է դա ընդունում։ Դե աղբերը հասկացա, բայց մի անբարոյականի մեկը աղբերն է, այդ չի հարցը, բայց դու հիմա թողես Նիկոլին օրինակ այդտեղ տեսնես, ասես ծննդյան օր օրինակ Վազգեն Սարգսյանի կամ նույն Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, տես ասես օրինակ ազգային հերոս։ Ես չեմ զարմանա, Աստված չտա իհարկե, բայց եթե սիմը 2-3 տարի էլ մնա, հետո Մանվել Գրիգորյանի մասին սկսի այդպես խոսել։ Ինքը խոսալու է։ Որ ոնց չի մնա այդքան, արձանը գնա բացի բան չէ, որ ասենք։ Այսինքն մենք իդես ինչն է այստեղ կարևորը։ Այդ երեսպաշտությունը իր գենետիկ կոդի մեջ էլ կա երևի, դրանից էլ է որ անդադալնում է, բայց նայ, այստեղ հետաքրքիրը որն է։ Մարդ, որը որ լավ գիտակցելով, որ իր գրած հոդվածները կարդում են հազարավոր քաղաքացիներ, իդեպ այստեղ տպականակի մասին ոնց որ բան գրված չի, բայց ինչ որ տեղը պետքա լինի։ Մի խոսքով, չէ, անկախ ամեն ինչից, սա եղել է քաղաքականությամբ հետաքրքրող քաղաքացիների հիմնական սպառվող թերթերից մեկը, ինչի որտեղ ինքը գրել է անդիմադիր բաներ։ Այդ մարդկանց ոնց որ ինքը սարքել է նախկինների վրա, այն ինչ որ կա 50%-ները, չգիտեմ, թալանը, լաբանը, այդ ինչ որ կար, որ պարզվեց 90%-ը սուտ էր կամ չափազանցություն։ Նույն ձևով սարքել է Վազգեն Սարգսյանի վրա ժամանակին, երբ որ Վազգեն Սարգսյանն եղել է, ընտրվել է, միջև ընտրվել է ազգային ժողովի ընտրությունները մինչև, բանա եղած ժամանակ, դրանից հետո սաղ այդ ժամանակը, դուք մարդ հատելություն է գեներացրել Վազգեն ու ներկայացրել է այնպես, որ Վազգեն Սարգսյանը այս երկրի թիվ 1 թշնամին է։ Մտել են, սպանել են, ասել են սենց, հա մենք եկել ենք ժողովուրդ հեսա կգա, պարզվել է, որ ախպեր ժողովուրդը չի այդ աղմուկն է այն, որը որ բերեց 18 թվականի այդ աղետին։ Մարդիկ վստահ են, որ երկիրը պետքա փրկել Նիկոլ Փաշինյանից, բայց այդ մարդկանց 99.9%-ը Նիկոլ Փաշինյանին կպնելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ իրավունք ունի։ Բայց վախերը դա, գիտես, բայց ասում հավը գիտի, գիտես չէ՞, դա հավը գիտի, որ ես ворդ չեմ դեժոտ։ Հիմա էսա, Նիկոլը չգիտի, որ են չեն ուզում կպնեն։ Նիկոլը ասում ախպեր, սրանք սաղ ասում են ես դավաճան եմ։ Այսինքն ինքը վախում է իր իմիջից։ Դու դրանից չես կարա փախնես։ Դե որ չի կարա փախնել։ Հիմա ինքը հասկանում է, որ պատկերացրու տեղերն էլ է ստուգում քնելուց առաջ ու։ Հա, ես վստահ եմ։ Ձեր Աննային ստուգումը նորաթողում վստահ եմ, Աշոտիկին օրինակ չեն թողում տուն։ Էլի Աշոտ։ Չեն թողում ախպեր, ասում են էսի մի բան հետը կբերի։ Բանից մի բան էսա կարող է գա կամ էլ կարող է խմած մի բան լինի, դնգի գնա։ Հասկանում ես, իստում Աշոտիկից էլ է վախենում։ Այդ որ ասում են մերը չի ապրում, բան ուրիշ տեղ ապրում, բան նես չի որ Աշոտիկ իրավոտով է գնացել։ Սրանցել են ախպեր շարեցելու դու կարող ես խմած գազ բան մի բան անես։ Կամ էլ Նիկոլը խմած լինի, էլի տենց ինչ որ հասկանում ես, այսինքն ես վստահ եմ, իր վախերը տարածվում են ամենամտերիմ շրջանակների Թե Արամ Նիկոլյանի դեպքում էլ չեմ, մենք ֆիքսեցինք, որ իրանց մոտ այդ Աբատյան այդ վախերի քանակը կա։ Գիտես ինչ, ասում են երկու վախը մի մահ է sense դեպքում, այդ ժողովրդական ասացված կա։ Բայց ես անկեղծ չէի ուզի երբևէ ապրեի այդ տեսակի, արա թքած 1000 հատ իշխանության վրա։ Մարդը որ այնքան վատը լինի դու հասկանում ես ու ինքն իրան մտքում երևի համեմատում է Վազգեն Սարգսյանի։ Դա դու Վազգենին որ սպանեցին սաղ ազգը ողբում էր նրա համար, որ կորցրել է հող գրավող, հող ազատագրող տղա։ Վազգենի մեռնելուց ադրբեջանցիքերն ուրախացել։ Հաղթանակած։ Արա դու հաղթանակի սիմվոլ։ Հա, այ պարտության սիմվոլ, այ դավաճանության բան, հա, մարմնավորում, հա, դեսպան, հա, դու ով ես որ քեզ էլ Վազգենի հետ համեմատում ես մտքիդ մեջ կամ ինչ-որ մի ձևով։
Մի խոսքով դու հասկանում ես մենք ինչ ոչնչության հետ գործ ունենք։ Ջոմուսի ինքը վախեցած պատկերացնում ես հիմա մեր այս հաղորդումը քանի թուղթու գրիչով քննիչ դատախազի օգնական ժամանակավոր պաշտոնակատարներ են նայում ապա։ Հա, բայց բայց դուք ձեզ ասեմ իզուր եք նայում, որտեվ Ռուբեն Մելիքյանը մեզ արդեն սաղ ասել է, սաղ ստուգել է, ու դե հանեք թե չէ կդատեն, էդի չեք տեսել դուք։ Էդի հա, այդ չեք տեսել, այդ դրանք պահել ենք, հետո կթողենք կգնա, երբ որ դատելու ռիսկ չլինի, երբ որ ամեն ինչ արդեն ավարտված է։ Ես առաջարկում եմ, քանի որ մենք խոսեցինք իր անհամաչափ արձագանքին, տարատեսակ իր հանդեպ հնչող խոսքի այո կամ որևէ դրսևորման, հա, վերաբերմունքի դրսևորման մասով, երբ գիտես մեկ անգամ մենք այս մասին խոսել ենք, որ եթե դու ներքուստ գիտես, որ դու դավաճան չես, եթե օրինակ ինձ, հա, ես քեզ ինձ էլ եմ ասում, ես իմ վրա եմ ասում։ Ես հիմա գնում ինձ որ ասեն, դա չես խնդա։ Պասութևին ասել են, ինձ որ պասութևին ասում էին, այ բան, լափը շատացել է, բան, եմոքաչացել է, լափը պակասել է կամ չգիտեմ ինչ որ տես լափամանից կտրվել է, արա այնքան խնդալով է վերաբերում դրան։ Երբեք չեմ նյարդայնացել դրանից, որովհետև այնքան ինձանից հեռու բան է դա, հա, որ ես չեմ կարող պատկերացնել, որ դա ինչ որ լուրջ չես վիրավորվի, չէ՞ դա։ Իհարկե չեմ վիրավորվի, որովհետև ես հասկանում եմ, որ խոսքը չի գնում կոնկրետ վիրավորանքի մասին, խոսքը գնում է ինչ որ բնույթի, ինչ որ որակավորման մասին, որը քո հետ որևէ աղերս չունի։ Այսինքն երբ ինձ ասում էին ինչ որ բան լափամանից կտրված Սերժի Ստրուկասել են Քոչարյանի շուն, արա ինչ ասես Քոչարյանի շուն որ ասել են, հա, այդ այն ժամանակ են ասել, երբ որ դու կոնկրետ դաշինքի հետ էիր ասում։ Միջև էլ են ասել։ Արա ինձ միջև հիմա ասում են, գիտես։ Հա, ասել են, Նարջան, բայց ես երբեք չեմ ունեցել կապ, բայց ինչու՞ հիմա ինձ ասում։ Միշտ իմ օրինակ, քանի որ հիմնական դա եղել է համացանցում, միշտ արձագանքը եղել է կամ սրտի կամ խախա, որովհետև լուրջ վերաբերվել այդ տեսակ անասունությանը դա ինչ որ բան է։ Հիմա դու պատկերացու, դա մենք է, որ սովորական մարդ ենք, պատկերացու երկրի վարչապետ։ Արա լավ, քեզ մի բան մեկը ինչ որ ասեց, համացանցում կլինի թե իրական կյանքում։ Դու ո՞նց ես թույլ տալիս, եթե չես հրահանգում։ Հələ չենք բացառում, որ հրահանգվում է ինչ որ այն գլխից նախադեպ է եղել հրահանգի, բայց լավ դու չես կանխում, որ այդ մարդկանց հանդեպ քրեական գործեր հարուցեն, բռնություն գործադրեն, բռնեն տանեն, խնդիրների մեջ գցեն։ Եթե դա վախից, դա վախից է։ Շատ լավ հիշում եմ, երբ ինքը չէր վախենում, մենք սրա մասին ենք մի անգամ խոսել։ Այո, 100 անգամ չէր վախենում, ինքն էլ էր խնդալով մոտենում, որ ասում է, մտնում էր լայվ են իր ձևերով են հերախոսով զանգելուց հետո, ալո, վարչապետն է, բան, ջուրը տվի, ուղղակի ուզում է ճշտել բան, այդ ջարդիկ չէր վայսկի տղուց ինքը որ արա սաղիս արևալի Չուվակներ էլի։ մտել էր Անդրանիկ Մարգարյանի կերպարի մեջ, որ բոլորս գիտենք, հա, որ ինքը համեստ իր համար ասում են ես ճիշտ նշած չեմ, ճիշտ են ասում։ Գնում էր նարդիր խաղում հարևանների, բայց ինքը այսպես կերպարի մեջ էր փորձում էր էդի խաղալ, վիճականի մեջ էր ինքը, որ ալո, հա, էլի վարչապետը խորոված լափելն էր դրա համար ուզում անել, որ իբր ժողովրդի մեջ ոսկի ատամով բան ջոգեր էլի ինքը սվոյա զանգում էր ջուրը բան լույսը ոնց է ժեկից չեն զանգե հեսա բորքուր զանգեմ ժեք բան սաղորդ էս բաներ ան հիշում ես ու այդտեղ էլի կհիշես որ ասում էր դե яр ժորջան արա դե մի ֆուրատավին տանելի հա էշ խոսում են էլի ես պետք է վիրավորվեմ այս բան եթե հանգարտ տենամ բանա ստացավ էդի լայն արձագանք սկսեմ մտածել որ ես իմ մեջ խնդրեմ կարող է հելնեն գնամ հիմա ի՞նչ է ասում այն վաղ չկար վախել որտեղ հիմա ի՞նչ է ասում հիմա մենք տեսնում ենք ինչա կատարվում անընդհատ